Բարև Նախորդին խոսում էինք այն մասին, որ Հայաստանում ըստ էության սկսվել է նոր քաղաքական շրջափուլը, նկատի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է խորհրդարանի վերջնական կազմը եւ օգոստոսի 2-ին տեղի ունենալու նոր ազգային ժողովի առաջին նիստը։ Նկատենք, որ այս ամենը տեղի ունենում գլոբալ աշխարհակաղակական տեկտոնական փոփոխությունների ֆոնին, որտեղ Ռուսաստանը մի կողմից խրված լինելով ուկրաինական պատերազմում եւ ունենալով տնտեսական եւ էներգետիկ խնդիրներ, մի րոպե պատկերացրեք Ռուսաստան եւ էներգետիկ խնդիրներ։ Մյուս կողմից հիբրիդային գործիքակազմով փորձում է պահել իր ազգացությունը Հարավային Կովկասում եւ Հայաստանում։ Իսկ մեջ տարածաշրջանային մյուս դերակատարը Ադրբեջանը Բերլինում իր աղմկահարույց հայտարարություններով կարծես թե բացում է անդրկուլիսյան դիվանագիտության շերտերը։ Ահա մոտավորապես այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում, սա Ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Proglab հետազոտական կենտրոնի նախագահ եւ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք ներքաղաքականից, հետընտրական գործընթացներ, ավելի ճիշտ նոր քաղաքական շրջափուլի մեկնարկ, եթե ընդունում եք այդ ձևակերպումը, ինչպես կբնութագրեք նոր ազգային ժողովի կազմը եւ ուժերի համամասնությունը։ Ըստ էության մեծ հաշվով շատ բան չի փոխվել։ Էլի ունենք երկու ընդդիմադիր ֆրակցիա, այդ երկու ընդդիմադիր ֆրակցիաներից մեկը ըստ էության նույն ֆրակցիան է, Հայաստան դաշինքը, ուղղակի պատիվ ունե մի փոխարեն, հիմա կլինի Ուժեղ Հայաստան ֆրակցիան։ Կառուցվածքում ինչ-որ բան փոխվել է, ասենք, մեկը դուրս եկավ, մյուսը եկավ, առաջին ուժը դարձավ երկրորդ, նոր եկածը առաջին։ Այո, իհարկե, այսինքն դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ այսպես կոչված ընդդիմադիր ճամբարում որոշակի դասավորությունների փոփոխություն է տեղի ունեցել։ Բայց գիտեք, հարցն այն է, որ ըստ էության երկու ֆրակցիաներ էլ նախկինում պրո-ռուսական կողմնորոշում ունեին, հիմա էլ այդ երկուսն էլ էլի պրո-ռուսական կողմնորոշում ունեն։ Նույն օրակարգը ըստ էության ունեին, իրենք հիշում եք ասում էին, որ մենք գալիս ենք ազգային ժողով, ոչ թե զուտ ուղղակի որ ընդդիմադիր գործունեություն ծավալենք, այլ խնդիրը իշխանապողությունն է, մենք օգտագործելու ենք այդ ամբիոնը դրա համար։ Հիմա նույն բանը ասում են այս երկու էլի ֆրակցիաները ու այս առումով կարծում եմ փոփոխություն ըստ էության չկա։ Այո, անձեր են որոշ փոխվել։ Դա նաև պետք է նշեմ, որ իհարկե Ուժեղ Հայաստանի պատգամավորների մի զգալի հատված ընդհանրապես հանրության հայտնի չեն։ Սա էլ, հա, որոշակի։ Իսկ ընդդիմության կազմում այս կառուցվածքային փոփոխությունը ինչ է նշանակում, ինչ կարելի ասել խորհրդարանում նրանց մենք միշտ խոսում ենք իշխանություն ընդդիմություն հակադրության մասին, իսկ ընդդիմադիր երկու խմբակցությունները իրենց ինչպես կդրսևորեն մեկը մյուսի նկատմամբ կոնսոլիդացվել, թե մրցակցել ընդդիմադիր գլխավոր դերակատար լինելու համար։ Այդ երկրորդը միշտ էլ կա ու միշտ էլ լինելու է, բայց նաև պարզ է, որ քանի որ իրենք ընդհանուր առմամբ, այսպես ասած, շահերի համընկնումներ կան, իրենք երկուսն էլ պրոռուսական են, երկուսն էլ ուզում են իշխանապողություն տեղի ունենա եւ այլն, այս առումով իհարկե նրանք կհամագործակցեն։ Այսինքն մտածել, որ ինչ-որ մի կարևոր հարցի վերաբերյալ տարբեր կերպ քվեարկեն իրենք, հա, կամ այլ դիրքորոշում կբռնեն, չէ, այդպես կարծում եմ չի լինի։ Կարող է շատ մանր հարցերում, հա, մեկ-մեկ տակտիկական նաև նկատառումների ձեռնելով ինչ-որ տարբերություններ լինի, բայց խոշոր հաշվով ոչ իհարկե, նրանք շատ բազմաթիվ հարցերում միասնական այսպես ճամբարով հանդես կգան։ Խոշոր հարցերից մեկը սահմանադրության հարցն է, հանրաքվեի հարցն է, այստեղ ինչ սպասել։ Արդյոք սահմանադրության ընդունման հարցը կամ սահմանադրության նախագիծը հանրաքվեի տնելու հարցը կարող է դառնալ ներքաղաքական լարվածության կատալիզատոր։ Որոշակի լարվածություններ իհարկե դա կարող է առաջացնել, այսպես դիսկուրս կլինի համապատասխան, ուշադրությունը հանրության դրա վրա կլինի։ Բնականաբար կան խոսակցություններ այսօր էլ եւ ես չեմ բացառում, որ այդ բնականաբար այդ խոսակցությունները վաղն էլ կլինեն, որ միգուցե որոշ падգամավորներ կոնկրետ ինչ-որ ֆրակցիայից կարող են նաեւ ճամբարափոխություն իրականացնել, հա։ Դա իհարկե չենք կարող բացառել, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես սկզբից ասեցի։
Այսինքն ձեր ասածը մի միտք է ուշում, արդյոք ընդդիմության շարքերում այդ ինքնապատասխանների շքերթը ինչ որտեղ նաև դրանով էր պայմանավորված։ Չի բացառվում, այո, չի բացառվում։ Ու իդեպ ասեմ, որ ընդհանուր առմամբ, տեսեք, քաղաքագիտության զուտ, տեսակետից իրականում արտառոց է, որ այդ քանակի մարդիկ ընդդիմադիր ուրեմն ճամբարից ոնց որ հրաժարվում են իրենց մանդատներից։ Երբ որ դա իշխանության ճամբարում է լինում, դա հասկանալի է, ինչու, որովհետև շատ-շատերը գնում են գործադիր թեև, բնականաբար պետք է հրաժարվեն մանդատից։ Բա ընդդիմադիրները ուր են գնում։ Իրենք տեղ չունեն գնալու, եթե իրենք մասնակցել են, եթե իրենք ասել են նրան, որ մանդատ են ուրեմն արդեն ստանալու, ինչ նշանակում հրաժարվել։ Բացառության կարգով կարող է մարդու ինչ որ անձնական խնդիրներ լինի եւ այլն։ Այսինքն սա արհեստական բան է։ Կուսակցաշինությամբ զբաղվելու։ Գիտեք ինչ, դա անլուրջ հիմնավորում է, որովհետեւ դուք չգիտեիք, որ պետք է կուսակցականաշինությամբ զբաղվեք միջև ընտրությունները կամ միջև այդ ցուցակի մեջ ներգրավելը, իմաստը ո՞րն է եղել։ Այսինքն շատ արհեստական է այս ամեն ինչը։ Եվ ընդհանուր առմամբ իրենք այդ ամեն ինչը արել են զուտ այն բանի համար, որ մեծ աղմուկ լինի, որ քաղաքական լարվածություն առաջացնեն, որ ցույց տան, որ իրենք զուտ ուղղակի միայն մեկ նպատակ ունեն իշխանափոխություն, չէ՞, հիշում եք ինչ էին ասում, որ մենք չենք պատրաստվում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, որովհետև մենք հաղթելու ենք եւ վերջ։ Ուրիշ տարբերակ չկա, ինչքան լրագրողները ասում էին, բայց միգուցե այնուամենայնիվ չստացվի, եթե հանկարծ չէ, մենք դրա մասին չենք խոսում։ Եվ նաև կուզենայի հիշեցնել հանրությանը, որ այդ մարդիկ սովորաբար ինչ էին ասում, որ սա վերջին հնարավորությունն է երկիրը փրկելու։ Հենց վերջին ասում էին, որ հանկարծ եթե մենք պարտվենք, վերջ Հայաստանը կործանվելու է։ Բայց հիմա ինչ եք անում դուք խորհրդարանում։ Մտնում եք, որ հետևեք Հայաստանի, այո, կործանմանը, բայց չէ, հիմա էլի ասում են, որ մենք հիմա այս կերպ ենք պայքարելու, բայց դա հակասում է ձեր ասածին, չէ, այսինքն ձեր խոսքը ընդհանրապես արժեք չունի, սա այդպես է ստացվում, որտեղ չէ որ դա ձեր հիմնական թեզն էր, այնպես չի որ ձերի հետ էին ընդհանրապես։ Իսկ հիմա ասում եք մենք այսպես ենք պայքարում, հիմա ինչպես են պայքարելու։ Խորհրդարանում, խորհրդարանից դուրս, աշնանը ինչ-որ գործընթացներ գեներացնելով, այսօք սահմանադրության հարցում ընդդիմության հավանական բոյկոտը կարող է ներքաղաքական այդ սրացումների հիմք դառնալ, թե չէ։ Չեմ կարծում, որ որևէ սրացման հիմք կարող է դառնալ, այսպես դիսկուրսի առումով, այո, կարող է, ինչպես արդեն նշեցի, մեդիա դաշտում հասարակության այսպես ակտիվ հատվածում քննարկումների առարկա դա դառնալ բան, բայց գիտեք, ինչպես օրինակ հիմա էլ, այսինքն մինչև նորես խորհրդարանի ձևավորվելը, հին խորհրդարանում էլի չուներ, չէ՞, քաղաքացիական պայմանագիրը, սահմանադրական մեծամասնություն, հիմա էլ չի ունենալու։ Այդ նույն բանն է ըստ էության։ Բայց ունի մեծամասնություն, ուստի ես առումով, այսինքն ուժերի հարաբերակցության առումով էլ չուներ սահմանադրական։ Չէ, չուներ, կարծեմ 1 թե 2 պատգամավոր մանդատ պակասել, որպեսզի այդ սահմանադրական, այո, մեծամասնությունը լիներ։ Դրա համար եմ ասում, ես առումով շատ բան չի փոխվել, եւ գիտեք ինչ, երբ որ ասում են պայքարել, ես անկեղծ ասած էլի չեմ հասկանում, թե իրենք այդ բարի մեջ, այդ տերմինի մեջ ինչ բովանդակություն են դնում, Ինչ նշանակում պայքարել, օրինակ ինչ են արել։ Ինչ են արել։ Դուրս են եկել փողոց երբեմն, չէ, ու 1 2 3 լոզունգ են ուղղակի բարձրաձայնել։ Եվ վերջ։ Դրա ինչ պայքար է, կամ ասենք մեծ մասը, չգիտեմ, դա այնտեղ ստատիստիկա կա, բայց մի զգալի հատվածը առնվազն չէ նստաշրջանի։ Իրենք բոյկոտել են, չեն մասնակցել աշխատանքներին, նիստերին չեն մասնակցել, կամ եկել գրանցվել են, ասենք, հետո գնացել են։ Երբ որ եղել են եւ ինչ որ հարց պատասխանի ժամանակ էլի զուտ նույն այդ լոզունգները, նույն վիրավորանքները, նույն մեղադրանքները ուղղակի հարցերի ձևով ներկայացրել են։ Այդ նույն բանը անում են իդեպ իրենց հետ աֆիլիացված լրագրողները, ոչ մի տարբերություն չկա, երբ որ իբր հարց են տալիս, բայց իրականում ելույթ են ունենում ու այդ ելույթը զուտ ուղղակի վիրավորանքներ եւ մեղադրանքներ է եւ վերջ։
Այսինքն իրաց չի հետաքրքրում իրականում քաղաքական գործընթաց, չգիտեմ, տարատեսակ քաղաքականությունների մշակում, դրանց վրա ազդեցություն ունենալ, վերահսկել, դա ներկայացնել, ասել, որ մեր տեսեք ժողովուրդ ավելի լավն է, քան թե իշխանությունն է ասում։ Ոչ մի բան չեն առաջարկում, այո, նաև որևէ ալտերնատիվ իրականում մեծ հաշվով եւ ըստ էության, այսինքն նրանք ուղղակի երբ որ տեսնում ենք իրենց բաները, նարատիվները, դե ամբողջությամբ համընկնում են կրեմլյան նարատիվների հետ։ Հետո նեղանում են, ասում են, որ չէ, մենք անկախ պրո հայկական հայաստանյան, բայց ո՞նց է լինում, ուժենք, բայց ո՞նց է լինում, որ ամբողջությամբ ձեր նարատիվները համընկնում են կրեմլյան նարատիվների հետ։ Ես ճիշտ հասկացա ձեր տրամաբանությունից, որ որևէ նախադրյալ չեք տեսնում աշնանային սրացումների, փողոցային պայքարի վերսկսման։ Ես չեմ բացառում, որ ինչ որ ակցիաներ կկազմակերպեն, բարբերաբար կազմակերպում են ինչ-որ ակցիաներ, բայց որ դրանք կլինեն ինչ-որ ծավալուն, լուրջ ազդեցություն թողնեն հանրային քաղաքական կյանքի վրա, ոչ, չեմ կարծում, եւ ընդհանուր առմամբ կարծում եմ այս ընտրություններից հետո կառավարող ուժի դիրքերը ել ավելի ամրապնդվեցին, որովհետեւ օրինակ մենք բազմիցս խոսել ենք այն մասին, հա, տարբեր հարթակներում, տարբեր մարդիկ բարձրաձայնել են այն թեզը, որ կառավարող ուժը չունի այսօրվա ուրեմն քաղաքականությունների համար հիմնականում այդ խաղաղության հաստատման ուղղված, հա, քաղաքականության համար մանդատ, որ ինքը այլ բաներ էր ասում ընտրությունների ժամանակ 21 թվականին, չէ, հետո փոխեց իր դիրքորոշումը եւ այլն։ Հիմա ակնհայտ է, որ այսօրվա քաղաքականությունների համար ինքը ունի մանդատ, այդ նույն մանդատը ինքը ստացել է քանակային առումով, եթե նայենք շատ մարդ է քվեարկել ուրեմն իշխող ուժի օգտին, քան 21 թվականին է քվեարկել։ Բացի այդ, մենք նաև տեսնում ենք, որ շատ լուրջ կա աջակցություն միջազգային հանրության տարբեր սուբյեկտների կողմից, այս քաղաքականությանը, որը վարում է այսօրվա իշխանությունը, հա, այսպիսով ու նաև ընդհանուր առմամբ, էլի, այսինքն ընդդիմության նաև գործելավոճը, նրանց տարատեսակ ակցիաների վերջի շրջանում այսպես սակավությունը, քաոտիկությունը, տարատեսակ անհաջողությունները, որոնք իրենք գրանցել են, այս ամեն ինչը ավելի է խորացել, էլի, որևէ նախադրյալ չկա, որ մտածենք, որ այս ամեն ինչի ֆոնին մեկ էլ հանկարծ իրենք ավելի այսպես հաջող կերպով հանդես կգան, հա, կամ ինչ-որ լուրջ արդյունքներ կարող են գրանցել իրենց այդ գործնեությամբ, չէ՞։ Ասացիք, թե այս ամենի արդյունքում կառավարող կուսակցության դիրքերն ավելի են ամրապնդվել, իսկ ինչ է կատարվում ձեր գնահատմամբ կամ ձեր տպավորությամբ հենց կառավարող ուժի ներսում։ Այնքանով, որքանով տեսանելի են կոնկրետ նկատի ունեն փոփոխությունները եւ օրենսդիր մարմնում եւ գործադիր մարմնում։ Եվ տեսնենք օրենսդիր մարմնում ղեկավար կազմի փոփոխություն եւ որոշակի փոփոխություն է տեղի ունենում նաեւ վարչապետի աշխատակազմում։ Սրանք ինչով են պայմանավորված։ Գիտեք, տարբեր պատճառներ կարող են լինել։ Տարբեր պատճառներ կարող պարզապես ռոտացիա, պարզապես փոփոխություն, վարչությունը այսպես է ընտրել, բայց կարող է լինել, ասենք, խուսափում լճացումից կամ ինչ-որ ազդեցության կենտրոններից զգուշանալ դրա համար փոփոխություններ իրական։ Հազարումի տարբերակներ կարելի է մտածել եւ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում ավելի շատ ռոտացիայի հարց կա ստեղ, թարմություն մտցնելու, չլճանալու, միգուցե ասենք նաև, չգիտեմ, որոշակիորեն գնահատել են, ասենք, այս կամ այն մարդու կամ թիմի գործնեությունը եւ համարել են, որ այս պայմաններում իրենք այլտեղ ավելի օգտակար կլինեն, քան այն տեղում, որտեղ որ իրենք կային, եւ նոր մարդիկ պետք է գան, որպեսզի այդ ոլորտում զարգացում լինի կամ ավելի արդյունավետ գործունեություն ծավալեն։ Այս ամեն ինչը իհարկե կա։ Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ աշխարհ քաղաքական աստառ նաև կարող է լինել, չեմ տեսնում դա։ Այսպես ամբողջությամբ իհարկե բացառել, sense չեմ կարող հիմա, հա, բայց գործընթացները, տրամաբանությունը, այն ինֆորմացիան, որ մենք ունենք, թույլ չի տալիս ինձ նման պնդում անել, հա։ Իսկ ձեր ասած աշխարհաքաղաքական համատեքստում
Արդյոք նշмарվում է որոշակի տարաձայնություններ թիմի ներսում, ասենք Եվրոպա կամ Արևմուտք, Ռուսաստան, այս Չեմ կարծում։ Ես միայն չեմ կարող բացառել, որ թիմի ներսում կա, օրինակ, չգիտեմ, Եվրոպայի հետ մերձենալու տեմպերի եւ նաեւ օրինակ, չգիտեմ, արդյոք այնուամենայնիվ արժե անընդհատ խոսել Եվրամիության անդամ դառնալու նպատակի մասին, թե զուտ ուղակի մերձեցման գործընթացը բավարար է արդեն Եվրոպայի հետ մերձեցման, հա, այսպես ասեմ։ Ու պետք չէ ավելի շատ այդպես նպատակից խոսել, այս առումով կարող են բանավեճեր լինել ու դա շատ նորմալ է, ասենք, հա, ու բնական է նաև ուղղակիորեն, որովհետև իսկապես էլի, երբ որ կողքից դիտարկում ես զուտ ուղղակի էլի որպես հետազոտող, հա, կան իսկապես երկու այդ տեսակետների հիմքում բավականին լուրջ փաստարկներ, ու դժվար է ընտրել որն է այս առումով ճիշտ։ Դե իշխանություն ընտրելը բալանսավորումը հիմա Դե բալանսավորում է այսպես թե այնպես, այսինքն նույնիսկ եթե դու ասում ես, որ ես նպատակ ունեմ դառնալու Եվրամիության անդամ, այդ մեկ է, էլի բալանսավորման քաղաքականության շրջանակներում է մտնում, հա։ Եթե դու ասես, որ հա ես նպատակ ունեմ, բայց այդքան էլ չեմ մտածում այդ նպատակի մասին, ես զուտ ուղակի իմ ստանդարտներն եմ, այսպես ասած, բարձրացնում եվրոպական մակարդակի, խորացնում եմ հարաբերությունները Եվրամիության հետ, այս առումով էլի բան չի փոխվում, էլի, այսինքն միևնույն է դու պետք է բալանսավորված քաղաքականություն վարես այսօրվա պայմաններում, այն պայմաններում, որը Հայաստանն է։ Շատ լավ, այս ամբողջ ընթացքում եւ նախընտրական շրջանում, եւ ընտրական, եւ հետընտրական շրջանում անընդհատ եւ շարունակաբար խոսվում է արտաքին հիբրիդային սպառնալիքների, արտաքին հիբրիդային հարվածների մասին։ Կարծում եք դա ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, թե մի քիչ չափազանցություն կա դրա մեջ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ProGlab հետազոտական կենտրոնի նախագահ եւ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։ Մենք հասանք արտաքին հիբրիդային սպառնալիքներին, ինչպես է գնահատում։ Արդյոք մենք չափազանցնում ենք թե ոչ, եւ այս պահին դրանք որքանով են վտանգավոր արդեն ընտրություններից հետո։ Ես կարծում եմ, որ չենք չափազանցնում, ինքս մի շարք հոդվածների հեղինակ եմ այս թեմայով, հիբրիդային հարձակումների, ու նաև հաղորդաշար եմ պատրաստել նույնիսկ այդ թեմային նվիրված Բուն TV-ում, ու կարծում եմ, որ աննախադեպ հիբրիդային հարձակումներ են Հայաստանի նկատմամբ, ու իմ գործընկերները նաև Եվրոպայում սա բազմիցս հաստատել են, որ նաև իրենց հետազոտություններն են դա ցույց տալիս, որ երբևէ որևէ երկիր ընտրական փուլում այսքան հարձակումների չի ենթարկվել, որքան Հայաստանն է արտակարգ։ Քանի որ դուք խորացել եք այդ թեմայի մեջ, ըստ ձեզ որ ուղղությամբ է եղել ավելի վտանգավոր, տեղեկատվական հարթության մեջ, կիբեր հարթության մեջ, տնտեսական, թե որ։ Շատ լայնածավալ եւ աննախադեպ տեղեկատվական գրոհներ են եղել, ապա տեղեկատվություն, ու իդեպ դրանք եղել են ոչ միայն Հայաստանի աուդիտորիայի համար, այլ նաեւ եվրոպական էլեկտորատին ուղված եվրոպական պետություններին, որովհետև նպատակ է եղել նաև այնպես անել, որպեսզի Եվրոպայում հանրությունները չսատարեն կամ նվազ սատարեն Եվրամիությանը կամ իրենց պետությունների ղեկավարների Հայաստանին աջակցելու քաղաքականությանը, որ ասեն, որ չէ, Հայաստանը ինքը իրեն սխալ է պահում կամ այնտեղ դեմոկրատիա չկա իրականում, հա, այնտեղ կոռուպցիա է եւ այլն, ում եք դուք սատարում եւ այսա էլ է եղել։ Բայց ապատեղեկատվությունից բացի նաեւ կնշեմ տնտեսական շանտաժի գործիքը, որը միջև այսօր էլ կա, ու դա երևի թե այսօրվա դրությամբ ամենահիմնական գործիքն է։ Որտեւ կարծում եմ, որ ապատեղեկատվությունը ինքը մեծ հաշվով չի ազդել հանրության տրամադրությունների վրա։ Տնտեսական ազդում է։ Գիտեք, տնտեսականը նույնպես չի ազդել, բայց առնվազն ես կարծում եմ, որ իրենք մտածում են, որ այստեղ պոտենցիալ կա։ Այսինքն, եթե իրենք անընդհատ խոսեն դրա մասին ու ինչ-որտեղ բորբոքեն տրամադրություններ Հայաստանի ներսում, իրական օբյեկտիվ նաև խնդիրներին, երբ որ բախվում են տարբեր, օրինակ, չգիտեմ, ֆերմերներ, հա, ասենք ինչ-որ տարատեսակ բիզնեսմեններ եւ այլն, այդ ապատեղեկատվությունը եւ նաեւ այդ շանտաժը տնտեսական
իրենց միգուցե իրենք մտածում են, որ կարող է ավելի բորբոքել են առումով, որ իրենք ասեն, հա, դե փաստորեն տեսեք, այս ամեն ինչը լուրջ է, մենք տուժվում ենք, Ռուսաստանը կարող է մեզ վնասել, ուրեմն փոխեք ձեր վերաբերմունքը։ Այսինքն, եթե մտածում եմ, որ այդտեղ պոտենցիալ կա, դա պիտի ենթադրել, որ պետք է շարունակել։ Այո, կարծում եմ, որ պետք է շարունակվի, բայց մյուս կողմից էլ այստեղ երկու բան կա, էլի, այսինքն իրենք նաև շատ լավ հասկանում են, որ այդ տնտեսական շանտաժը ախր ինքը նաև պետք է որոշակի բնականաբար գործողություններ, չէ՞, ենթադրի եւ ենթադրում է այդ գործողությունները, բայց այդ գործողությունները իրենց էլ ձեռնտու չէ։ Իրենք իրենց էլ են վնասում դրանով, վերջի վերջո։ Իրենք տնտեսական սանկցիաների տակ են, իրենք տնտեսական խնդիրներ ունեն։ Հայտնի խոսքը կա, չէ՞, իմ աչքը թող մի աչքը վնասվի, թող դիմացինի երկուսը։ Այո, փորձում են դա անել, բայց միևնույնն է, դա իրենց վնասում է եւ ինքը ինչ որ լիմիտ ունի, ինչ որ սահման ունի եւ կարծում եմ, որ շատ հավանական է, որ վերանայեն իրենց ուրիշ էլ ինչ կա, որ Մոսկվան կարող է ձեռնարկել, որպեսզի Հարավային Կովկասում եւ Հայաստանում իր ազդեցությունը պահպանի։ Ժամանակին կոնֆլիկտներ, հիմա իրենք տեսնում են, որ այդ կոնֆլիկտը չկա եւ իրենք այդ գործիքից զրկվել են։ Հիմա մտածում են, որ կարելի է նաեւ իհարկե իրենց նկատմամբ դրական վերաբերվող եւ նաեւ իրենց շահերը սպասարկող շատ հաճախ որոշակի սուբյեկտներին օգտագործեն։ Որոշակի շրջանակներ, ընդհանուր միջև որոշակի ինստիտուտներ Հայաստանի ներսում, հա, որոշակի մարդկանց կոնկրետ, հեղինակավոր իրենց կարծիքով, որպեսզի լարումներ իրենք առաջացնեն, այսինքն չպիտի հանդուրժի Հայաստանի տնտեսական անվտանգային դիվերսիֆիկացումը եւ պիտի փորձի Հայաստանում ինչ-որ բաներ հրահրել ներսից։ Կարծում եմ, որ փորձելու են, այո, այսինքն այդ ամեն ինչը, գիտեք ինչ, եւ տնտեսական, այսինքն շանտաժը, ընդհանրապես հիբրիդային հարձակումները իրենք երբ են լինում էֆեկտիվ կամ իմաստը որն է հիբրիդային հարձակումների, որ մի քանի տարբեր գործիքները համակցությամբ են կիրառվում կոնկրետ նպատակին հասնելու։ Իսկ ինչ եք կարծում Ռուսաստանի այն պնդումների մեջ, որ Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղել օգտագործելով Հայաստանին, սրա մեջ ճշմարտության հատիկ կա թե չկա։ Ամբողջը հենց ձևակերպման մեջ է։ Տեսեք, Ռուսաստանը ինքը կոլոնիալ քաղաքականություն է վարում, կոլոնիալ եւ նեոկոլոնիալ, երկուսը միասին։ Եվ են շատ վատ ձևով, էլի։ Այսինքն 19-րդ դարի կոլոնիալ պետությունները այդ աստիճանի այդպես վատ ձևով այդ ամեն ինչը չէին իրականացնում, ոնց որ հիմա է Ռուսաստանը իրականացնում։ Եվ Ռուսաստանը չի դիտարկում մեր նման պետություններին որպես անկախ պետություններ։ Ասում է դա դուք մերն եք, մեր տարածքում եք միշտ եղել, հա, եւ մեր շնորհիվ եք զարգացել, մեր շնորհիվ եք ապրել, մի խոսքով, ու պետք է մեզ պարտական լինեք դուք, շնորհակալ լինեք դուք եւ չնայեք ու այլ ուղղություններով։ Հիմա այս պարագայում, երբ որ ինքը ամեն գնով փորձում է իր ազդեցությունը այստեղ ուժեղացնել, հա, պարզ է, չէ, որ բոլոր տեսակի գործողությունները, որոնք ուղղված են այդ նեոկոլոնիալ եւ կոլոնիալ քաղաքականության դեմ, Ռուսաստանի կողմից դիտարկվել են որպես իր դեմ, չէ, իր ազդեցության, այսպես չեզոքացման ուղղված գործողություններ։ Հիմա եթե Արևմուտքը, օրինակ, օգնում է մեզ, որպեսզի մենք դիվերսիֆիկացնենք մեր քաղաքականությունը, եւ օգնում է, որպեսզի մենք դիմակայենք այդ հիբրիդային սպառնալիքներին, օգնում է մեզ, չգիտեմ, տարբեր ձևերով, ֆինանսական օգնություն, շուկաներն է բացում, կամ օրինակ Եվրոպական առաքելություն է այստեղ ձևավորվում, չէ, Հայաստանի հրավերով, որը հենց էլի հիբրիդային հարձակումների դեմ պետք է լինի։ Նոր այդ առաքելությունը ստեղծվեց։ Բնականաբար, այդ ամեն ինչը իհարկե թույլատնելու է Ռուսաստանի դիրքերը, բայց հասկանում եք, խնդիրը այն չէ, որ այ ինչ անենք, որ ուղղակի այսպես մենք բան ենք, էլի, մտածում ենք, որ Ռուսաստանը դե ուղղակի ինքն իր համար պետություն է, լեգիտիմ ինչ-որ շահեր ունի եւ ուղղակի ուզում ենք այդ լեգիտիմ շահերին հարվածել։ Չկա նման բան։ Դա ռեակցիա է Ռուսաստանի այդպես ագրեսիվ, հա, կարելի ասել նաեւ նվաճողական քաղաքականությանը արձագանքելու ընդհանրապես սա է։ Եվ բնականաբար հիմա եթե դա հաջողվում է, ուրեմն այդ քաղաքականությունը Ռուսաստանի թուլանում է ու բնականաբար ինքը իր դիրքերը տարածաշրջանում ուրեմն կորցնելու է։ Իսկ ինչպիսին են իր դիրքերը երկրի ներսում։ Ինչպիսին է հիմա
ուկրաինական պատերազմի պատճառով եւ բերումով։ Լավ հարց է եւ մենք այնպիսի բաների ենք հիմա ականատես լինում, որ եթե մի քանի տարի առաջ անհնարին ակնհայտ ինչ-որ մի վերլուծաբան ասեր, որ նման բան է լինելու, կասեին լավ էլի, ինչ անլուրջ բաներ ես ասում։ Ռուսաստանը կարող էպիսի բան լինի։ Այո։ Որ ամեն օր Ռուսաստանի այս կամ այն ինչ-որ գործարանը ռմբակոծությանը ենթարկվելու, հա, դրոնների միջոցով, այդքան կորուստներ են լինելու, որ մարդիկ մտածելու են թե ինչպես լքեն Ռուսաստանը, Հայաստանի նման երկրներ են գալու շատերը ռուսաստանցիներ լավ կյանքի եւ ապահով անվտանգ կյանքի հետևից, հա, սա եւ ես կարծում եմ որ այս ամեն ինչը խորանալու է ինտերնետը այնտեղ խնդիրներ ունի մարդիկ չեն կարողանում բիզնես անել նախագահն ասում է որ այո որոշ խնդիրներ կան բայց մեր տնտեսությունը դե բնականաբար այդպես պետք է ասի իհարկե ոչի ընդունի ասի որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք եւ որևէ արդյունքի չենք հասել միայն ու միայն այսինքն խնդիրներ ենք ունեցել այս մի քանի տարի արդեն տևող հարձակողական պատերազմի արդյունքում Իսկ որ ասում եք այդ ամենը խորանալու է, այդ խորանալը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը այսպես թե այնպես, չնայած Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական այդ պատժամիջոցներին կամ սահմանափակումներին, մեծապես կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից։ Մեր վրա ինչ ազդեցություն կունենա։ Արդյոք մենք այս ընթացքում բավարար չափով ենք հասցրել դիվերսիֆիկացվել։ Բավարար չափով իհարկե չէ, բայց վերջի շրջանում շատ լուրջ այսպես արագություններ են հաղորդել դրան, այսպես ասեմ։ Եվ Ռուսաստանը ինքնին փաստորեն նպաստում է նրան, որ մենք ավելի արագ եւ ավելի խորքային դիվերսիֆիկացիա իրականացնենք այդ քաղաքականությունը առաջ։ Շատ լավ, եւս մեկ թեմա, որ այսօրերին շատ շրջանառվում է եւ կարծես այսպես մշուշով է պատված, խոսքը Բերլինում Ադրբեջանի նախագահի այդ աղմկահարույց հայտարարության մասին էր, որ Բաքվում տեղի ունեցել հանդիպում Ռուսաստանի եւ Ռուսաստանի եւ Գերմանիայի ներկայացուցիչների միջև սրան ինչպես եք վերաբերում, ինչ կա այս ամենի տողատակերում, ինչ կա, ասես ասած, ետնաբեմային դիվանագիտության տակ։ Դե գիտեք ինչ, ըստ էության միշտ էլ այս ամբողջ պատերազմի ընթացքում ըստ էության փորձ է արվել տարբեր խոշոր խաղացողների եւ բնականաբար Ուկրաինայի մասնակցությամբ, այսպես կոնտակտներ ունենալ այն նպատակով, որ ինչպես կանգնեցնենք պատերազմը, որ Ուկրաինան չտուժի, հա, ընդհանուր առմամբ, որ դա չլինի Ուկրաինայի բնականաբար շահերի դեմ, բայց կանգնեցնենք պատերազմը։ Սա այս պահանջը կա, այսինքն մարդիկ հասկանում են, որ վերջը պետք է դրվի սրան, դե տուժում են մարդիկ, զոհվում են, մեծ կորուստներ տնտեսական եւ այլն եւ այլն։ Հիմա, բայց մյուս կողմից էլ բնականաբար ասում են, որ սա նշանակում է կանգնեցնելը, որ Ռուսաստանը հաղթող չի լինելու։ Այսպես պետք է լինի։ Եթե կանգնում է պատերազմը, այն դեպքում է կանգնում Երբ որ Ուկրաինան պաշտպանում է իր շահերը, իսկ դա նշանակում է որ Ռուսաստանը չի հաղթում։ Հիմա տարբեր հարթակներ են եղել դրա համար, հիմա հավանաբար մտածել են, որ միգուցե դե իհարկե ես կարծում եմ, որ այստեղ բնականաբար Ադրբեջանը ինքը օգտագործելով այն հանգամանքը, որ ունի նորմալ հարաբերություններ թե Ուկրաինայի հետ, թե Ռուսաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ վերջի շրջանում խնդիրներ կային, բայց այնուամենայնիվ դրանք որոշակի հանգուցալուծումների էին հասնում, էլի, այնպես չէ։ Այդ նույն օրը հայտարարություններում կարծես էլի յուղ լցվեց այդ կրակի վրա, որ ասում է Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ ապահովել իր այդ պարտավորությունները եւ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին Եվրոմիության շուկայի։ Հա, սա շատ հետաքրքիր բան է, որովհետև տեսեք, ինքը դա ասում է, որովհետև հաշվի է առնում այն հանգամանքը, որ Ռուսաստանը շատ քիչ գործիքներ ունի Ադրբեջանի վրա ազդելու, ու Ռուսաստանն է ավելի շատ կախված Ադրբեջանից, քան Ադրբեջանը Ռուսաստանից։ Եվ ինքը բայց այնուամենայնիվ փաստը այն է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ադրբեջանին որպես թշնամական պետություն։ Հա,
Հիմա հաշվի առնելով այս հանգամանքը, այս հայտարարությունից հետո առանձնապես այո, ինքը դա գիտեր։ Այո, իհարկե։ Հայաստանը փորձում է փոքր քայլի անում անմիջապես կոշտ հայտարարություն։ Միանշանակ, այո, ճիշտ եք, եւ ինքը գիտեր դրա մասին, Ալիևը գիտեր դրա մասին, դրա համար էլ այդ հայտարարությունը ինքը անում է։ Բայց ինքը ներողություն, բայց այս ամեն ինչը նաեւ խոսում է այն մասին, որ ըստ էության Ադրբեջանը արևմուտքի հետ խորացնում է իր հարաբերությունները։ Եվ արևմուտքը դիտարկում է Ադրբեջանը որպես մի շարք առումներով այլընտրանք, հա, Ադրբեջանին եւ նաեւ իրավիճակը ստաբիլիզացնող, նաեւ այսպես այդ միջանցք, նու տարբեր ասենք բան, հա, վերցնենք հյուսիս հարավ կամ արևելք արևմուտք, այդ բոլոր այդ ճանապարհների այդ առումով Ադրբեջանին տրվում է որոշակի դեր բացի Հայաստանից։ Իդեպ հիշում եք, որ Ադրբեջանում շատ այսպես երբ որ Հայաստանն է նշվում որպես կարևոր հանգուցային երկիր, տրանզիտային երկիր, Ադրբեջանում բողոքում են, ասում են, լավ, չհասկացանք, հա, ինչ որտեղ սա նաև դրա պատասխան է, որ չէ, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը դիտարկվում են այդպիսի երկրներ ու պետք չի, որ ձեր մեջ ինչ-որ մտածություններ։ Այն, որ դրանից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Մերձ հանդիպումը, պետք է դիտարկել ձեր նշած գործոնով պայմանավորված, թե նաև այլ բան կարող է լինել, ասենք ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք առնչվում են Հայաստանին, այսինքն այդ հեռախոսազանգը մեծ հաշվով ինչի մասին էր Փաշինյան-Մերձ, պատահական էր, արարողակարգային։ Չեմ կարծում, որ պատահական լիներ, անկեղծ ասած, չեմ կարծում։ Մի քիչ շատ է պատահական լինելու համար, էլի, համընկնումներ, այսպես ասած, հա։ Պրոտոկոլային, ասենք, արարողակարգային Հադիվ այդ խոսել եմ։ Այո։ Այս ամեն ինչը խոսում է հենց այն մասին, որ երկու պետություններն էլ հավասարաչափ կամ հիմա չասենք չափերը, բայց երկուսն էլ կարևոր են արևմուտքի համար, երկուսն էլ այնպիսի պետություններ են այսօր, որ արևմուտքի կողմից դիտարկվում են որպես ինչ որտեղ նաև, այսպես ասենք, հա, Ռուսաստանի ազդեցությունը թուլացնող սուբյեկտներ, բայց արդեն այն տրամաբանության մեջ, ինչպես որ նշեցի, հիմա կարող են առանձին չէ, մարդիկ վերցնել այս հատվածը, ասեն, ահա, բա էդ է, էլի, այսինքն այս ամեն ինչը ուղղակի Ռուսաստանի դեմ է, չէ, հիշենք մեր խոսակցությունը, բայց բնականաբար սա նաև նշանակում է, որ մենք ապագայում էլ կտեսնենք նման նոր ֆորմատներ, նման տեսակի, այդ թվում նաև Հայաստանի մասնակցությամբ կարծում եմ, որովհետև տեսեք շատ իրար փոխկապակցված ամեն ինչ դրա համար է էլի այսպես լինում։ Շատ կարևոր է, որ եթե Ադրբեջանը երբեք բացառվում է, չէր լինի այս դերում եւ այդ հանդիպումը չէր լինի, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում լրջագույն բարելավումներ չլիներ, եթե խաղաղության պայմանագիրը նախաստորագրված չլիներ, եթե այս առևտրային նաև կապերը Հայաստան-Ադրբեջան չլինեին եւ այլն, այսինքն դրական պոզիտիվ բան, ուրեմն այդ զարգացումները եթե չլինեին, չէր լինի։ Եվ բնականաբար այս ամեն ինչը փոխկապակցված է ու քանի որ սա կա, արևմուտքն էլ ասում է, որ լավ, ուրեմն այո, դու ավտորիտար պետություն ես, չենք մոռացել դրա մասին, բայց առնվազն դու այնպիսի այսօր պետություն ես, որը նպաստում է խաղաղությանը, նպաստում է այո, Ռուսաստանի դիրքերի թուլացմանը, նպաստում է աշխարհաքաղաքական տարբեր այսպես կենտրոնների միջև առևտրային հարաբերությունների հաստատմանը, հա, տրանզիտին, ստաբիլությանը եւ այլն եւ այլն։ Ու բնականաբար նաև իհարկե չմոռանանք նավթային, այսպես հա, գործոնի մասին, այս շատ լուրջ բան է։ Լավ, հիմա մեր զրույցի վերջում բլից հատված արագ հարցեր, արագ պատասխաններ։ Նոր խորհրդարանն ավելի կայուն է, թե ավելի պայթյունավտանգ։ Ոչ, երկուսն էլ ես ով է լինելու ազգային ժողովի հիմնական ընդդիմադիր ձայնը, ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը։ Դե այնուամենայնիվ այստեղ ախր բլից դժվար է պատասխանել, որովհետև զուտ կադրային տեսակետից Հայաստան դաշինքում ավելի փորձված դեմքեր կան, բայց քանակի առումով բնականաբար ուժեղ Հայաստանն է եւ ինքն է առաջին։ Կլինի արդյոք սահմանադրական հանրաքվե աշնան է։ Դժվարանում եմ ասել, չեմ կարող բացառել։
Փողոցային թեժ պայքար սպասենք սեպտեմբեր-հոկտեմբերին։ Առանձին ակցիաներ միգուցե, բայց ոչ մի թեժ պայքար չլինի։ Ռուսաստանը վերջնականապես կորցրել է Հայաստանը, թե դեռ ունի լծակներ ուժեղ։ Լծակներ ազդեցության ունի, բայց որպես իր գաղութ շատ բան խոսքով կորցրել է։ Ռուսական ռազմապազան կմնա Գյումրիում առաջիկա 2 տարում։ Շատ բարդ հարց է, ավելի շատ այո քան ոչ, բայց դա կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից։ Պուտինի հայտարարությունների տնտեսության մասին հոգեբանական կրոյ են թե փաստ։ Պուտինի հայտարարությունները իր երկրի տնտեսության մասին որ կայուն է եղել։ Տնտեսության, չէ, դա իհարկե ոչ մի կայունություն այնտեղ չկա, ծիծաղելի է։ Ռուսաստան-Գերմանիա հանդիպումը Բաքվում իրոք գաղտնիք էր Ալիևի համար։ Կասկածում եմ անկեղծ ասած, որ գաղտնիք լիներ։ Այլ բան, որ բովանդակության առումով, հա, միգուցե ինքը տեղեկացված եւ կարող է չլինել։ Ադրբեջանը կարողանա ամբողջությամբ փոխարինել ռուսական գազին Եվրոպայում։ Ամբողջությամբ իհարկե ոչ, մասամբ այո։ Ռուսաստանը փորձի պատժել Ալիևին Բերլինում արած հայտարարությունների համար։ Չեմ կարծում, գործիքներ չունի պատժելու։ Կուզենար, բայց գործիքներ չունի։ Այս աշնանը կստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստան եւ Ադրբեջան։ Չեմ բացառում, էլի մի քանի գործոններից է կապված։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հերոսատեղը հույշեր մեր այսօրվա զրույցից։ Երևի այն, որ Հայաստանը ըստ էության լուրջ հաջողություններ է գրանցել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու առումով, ըստ էության դեկոլոնիզացիայի ապագաղութացման գործընթացի մեջ ենք մենք հիմա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսպիսին է իրավիճակը նոր քաղաքական փուլի մեկնարկին, նոր ազգային ժողովի առաջին նիստից առաջ ակնհայտ է, որ ազգային ժողովը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ եւ ներքին մրցակցությունը, ընդդիմության հետ հակադրությունները եւ արտաքին հիբրիդային հարվածները եւ ընդհանրապես գլոբալ տեկտոնական տեղաշարժերը, սա արդեն ընդհանրապես վերաբերում ոչ միայն ազգային ժողովին, այլ Հայաստանին, իսկ Հայաստանից պահանջվում է ճկունություն, զգոնություն, սառը հաշվարկներ Հայաստանի անվտանգությունը պահպանելու, սուվերենությունը պահպանելու համար։ Սա Ազատ զրույցը Free News-ի եթերում ես զրուցում էի Պրոգլավ հետազոտական կենտրոնի նախագահ, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։